Vivan եւ Իմ անտառ Հայաստանը շարունակում են ամրապնդել իրենց գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի բնական ռեսուրսների երկարաժամկետ վերականգնմանը եւ պահպանմանը։ Ծրագիրը ներառում է անտառային ծածկույթի ընդլայնում, անապատացման եւ սողանքների դեմ պայքար, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում եւ կանաչ մտածողության սկզբունքների ներառում։ Տարիների գործունեության ընթացքում Լոռու մարզում իրականացվել են նշանակալի նախաձեռնություններ, ներգրավելով կամավորների, իսկ տեղի բնակչության համար ապահովել են աշխատանքային զբաղվածություն։ Ծառերը մշակում ենք, իրանց վրա շատ խնամք ենք մենք թափում, ասենց ասեմ։ Պետք է շատ զգուշ, նուրբ ամեն գործը տանես, որ մեծանան իրանց արդյունքը տան։ Անդարի մոտ մեծացա Գերմանիա, հետո համար անդար ինձ համար օտար բան չի։ Հաջողված համագործակցությունը շարունակելու որոշման խորհրդանշական լուրը ազդարարվել է Իմ անտառ Հայաստանի Լոռու մարզում գտնվող Բենժամին Գումուշչյան տնկարանում։ 3 տարի առաջ այս տնկարանի հյուրերի ծառուղում անվանական ծառ տնկելով Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտարարել էր կանաչ մտածողությունը խրախուսելու ընկերության պատասխանատվության մասին։ Այսօր արդեն գործակցող կողմերը արձանագրում են շոշափելի արդյունք։ Տարիներ առաջ մեզ համար տագնապի ազդանշան դարձավ մեր գործընկերներից ստացված տեղեկությունը։ Հայաստանն ունի ընդամենը 11% անտառածածկույթ եւ դա բավարար չէ երկրի թոքերի գործառույթն իրականացնելու համար։ Մենք միացանք անտառ ստեղծելու գործին։ Այս ծառը 3 տարի առաջ եմ տնկել։ Տեսնելով արդյունքը լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին։ Անտառը ստեղծելը շատ երկարադեպ գործն է եւ միայն այն գազམ་ակերպությունները, որ հասկանում են, որ իսկական արժեքը կարևորությունը ժամանակ ու համբերություն պետք։ 2022 թվականին Viva-ի անվանական անտառ է ստեղծվել Ջրաշեն համայնքի տարածքում, հաջորդող տարիներին անտառատնկումներ են իրականացվել սողանքներից չերաշխավորված Ուրասար եւ Լեռնաջուր համայնքներում։ Ընդհանուր առմամբ մինչեւ օրս տնկվել է շուրջ 38000 ծառ։ Լեռնաջուրում 2023 թվականի աշնանից սկսած Իմ անտառ Հայաստանը անտառատնկումներ է իրականացրել 317 հեկտար տարածքի վրա։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։